Իսրայելի բանակի Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է մահացել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Ալ Ջազիրան։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Հեռուստաալիքի տվյալներով 39 մարդ մահացել է Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով, այն մարդաշատ է եղել։ Իսրայելական զորքերը հարվածել են նաև Գազա քաղաքում գտնվող դպրոցի, որտեղ պատսպարված էին տեղահանված հարյուրավոր պաղեստինցիներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել հուլիսի 1-ից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չեղարկելու մասին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփը հանձնարարել է վերանայել Սիրիայի կարգավիճակը որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է ուսումնասիրի պատժամիջոցների մեղմման հնարավորությունները ՄԱԿ-ում ի աջակցություն Սիրիայում խաղաղության ու կայունության։ Դոնալդ Թրամփը հաջորդ երկուշաբթի Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին բանակցությունների համար։ Այս այցը Նեթանյահուի երրորդ այցն է Սպիտակ տուն Թրամփի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այն տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իսրայելի եւ Իրանի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն հարձակվեց իրանական միջուկային օբյեկտների վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արագ վերսկսում։ Հունիսի 30-ին հեռարձակված հարցազրույցում Արաղչիին հարցրել են Թրամփի անցյալ շաբաթ արած այն մեկնաբանության մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները անխուսափելի են։ Ես չեմ կարծում, որ բանակցությունները կվերսկսվեն այդքան արագ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ բոլոր կետերը քննարկելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, հավելելով, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվել։ Կանադան և ԱՄՆ-ն վերսկսում են առևտրային բանակցությունները և կողմերին հաջողվել է ժամանակավորապես կարգավորել տարաձայնությունները, հաղորդում է Եվրոնյուզը։ Ավելի վաղ Կանադան ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի 25%-ի նախատեսել էր հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների թվային ծառայությունների համար։ Ծրագրված էր գանձել Կանադայում գործող այնպիսի ընկերությունների շահույթի 3%-ը, ինչպիսիք են Ամազոնը, Գուգլը և Մետան։ Թրամփը Կանադայի կառավարության այդ քայլն անվանել էր ԱՄՆ-ի վրա բացահայտ հարձակում և հայտարարել առևտրային բանակցությունների չեղարկման մասին։ Կիրակի Թրամփը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հեռախոսազրույց են ունեցել, որից հետո հայտարարվել է, որ Կանադան կհետաձգի թվային հարկի ներդրումը, կողմերը կվերսկսեն առևտրային բանակցությունները և այժմ պլանավորում են համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 21-ը։ Ռոսիա Սիվոդնիա մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը մեկնաբանել է Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների ձերբակալումը։ Բաքվում մեր ներկայացուցչության հետ տեղի ունեցողը մենք ընկալում ենք իբրև անարդարություն։ Սպուտնիկ Ադրբեջանի լրագրողական աշխատանքի հետ կապված դժգոհություններ չեն եղել և չկան։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի ապրիլի 8-ին Մոսկվա կայացած այցի ժամանակ մենք պայմանավորվել ենք հարթել ֆորմալ հարցերը միջկառավարական համաձայնության կնքման միջոցով, նշել է նա, հավելելով Ռուսաստանի ԱԳՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ, որտեղ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Սպուտնիկ Ադրբեջանի աշխատանքը ժամանակավոր իրավական սխեմայով, որը կառաջարկվի Բաքվի կողմից։ Հանկարծ խմբագրություն են մտնում Ադրբեջանի ուժայինները եւ տանում են մեր բաժանմունքի ղեկավարությանը որպես ԱԴԾ աշխատակիցների ձեռքերը ոլորված եւ գլուխները խոնարհված, ինչպես ահաբեկիչների։ Տպավորություն է, թե կանխամտածված քայլեր են կատարվում, որոնց նպատակը միջպետական հարաբերությունները փչացնելն է։ Ցանկանում ենք հավատալ, որ սա այն դեպքն է, երբ ինչպես մի անգամ նախագահ Պուտինն է ասել, միջին օղակն ինքնուրույն է գործում։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հարաբերությունները նման բան չեն ենթադրում, ասել է Կիսելյովը։ Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջև այն բանից հետո, երբ դատախազը կարգադրել է ձերբակալել երգիծական Լեման ամսագրի աշխատակիցներին, ենթադրյալ Մուհամմեդ Մարգարեին պատկերող ծաղրանկարի հրապարակման համար։ Ամսագրի գլխավոր խմբագիր Թունջայ Ակգյունը հերքել է մեղադրանքները, պնդելով, որ պատկերը դիտավորյալ սխալ է մեկնաբանվել։ Ոստիկանությունը ամբողջացրելու համար կիրառել է ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ։ AFP-ի թղթակցի փոխանցման բրուրերի տարածումից հետո մի քանի տասնյակ զայրացած ցուցարարներ հարձակվել են Ստամբուլի կենտրոնում գտնվող բարերից մեկի վրա, որը հաճախ այցելում են Լեման ամսագրի աշխատակիցները։ Դա հանգեցրել է կատաղի բախումների ոստիկանության հետ։ Բախումներին 250-ից 300 մարդ է մասնակցել։